բարև ձեզ, շնորհակալ եմ, որ եկաք տաղավար, այսպես կարգով մանրամասներ հաղորդեք 3 Վարդան Ղուկասյանի գործով դատական նիստներ, հազանգում ենք, որ իրապես առողջական վիճակը բավականին ծանր է, պահման պայմաններից եք ուզում խոսել, խնդրեմ։ Ու 3 երեկոյան ուշ տարածվեց, որ 22-րդ մահն է արձանագրվել Հայաստանի կալանավայրերում, խնդրեմ։ Նախ պետք է անդրադարձ կատարեմ այն իմ պաշտպանյալների առողջական վիճակի վերաբերյալ եւ նաեւ նրանց պահման պայմանների վերաբերյալ, որոնցից է պարոն Վարդան Ղուկասյանը։ Ուրեմն տեսեք, պահման պայմանները բացարձակ չեն համապատասխանում այն ստանդարտներին, որը նախատեսված է թե ազգային օրենսդրությամբ, թե միջազգային օրենսդրությամբ։ Ինձ պատասխաններ են տրամադրում, այդ թվում նաև նշելով, որ ինչ խախտումներ կան այդ կալանավայրերում պահման պայմանների հետ կապված, պաշտոնապես են այդ պատասխանները ինձ տրամադրվում, բայց դրան ուղղված, այսինքն վիճակը բարելավելու, վերացնելու խախտումները, դրանց ուղղված որևիցե գործառույթ Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարությունը այդպես էլ ոչ առաջարկում է, ոչ էլ լուծումների մասին է խոսում, ոչ էլ փորձում է արդարանալ, որ նման իրավիճակում է գտնվում կալանավայրը եւ նման իրավիճակում են պահվում կալանավորները։ Ես ստանում եմ պատասխաններ, որ այո, իրենք իրավունք ունեն, օրինակ, գրաքննության ենթարկեն այն բոլոր գրավոր փաստաթղթերը, որը ես փոխանցել եմ իմ պաշտպանյալ պարոն Վարդան Ղուկասյանին։ Նրանք դա ընդունել են, որ նաև գրաքննության են ենթարկել այդ փաստաթղթերը, բայց նրանք մերժել են այցելություն այն խուց, որտեղ պահվում է պարոն Վարդան Ղուկասյանը։ Ուրեմն տեսեք, պարոն Վարդան Ղուկասյանը պահվում է մի խցում, որտեղ զուգարանը անջատվում է մարդկանց քնելու եւ ուտելու տեղից, այսինքն այդ 15 քառակուսի մետր խուցը անջատվում է այդ զուգարանից ընդամենը վարակույրով։ Այս մասին տեղեկացված են բազմաթիվ հազարավոր քաղաքացիներ եւ մեր հազարավոր քաղաքացիները իրենց առաջարկով հանդես գալով պատրաստ են իրենց միջոցների հաշվին տեղադրել այդ խցում դուռ եւ այնպիսի պատնեշ, որը այդ խուցը անջատի այդ զուգարանից։ Հիմա մենք հասել ենք այդպիսի վիճակի, որ քաղաքացիները իրենց միջոցներով պատրաստ են վերանորոգել, կազմակերպել բանտախցերի հիգիենայի պայմանները, այդ թվում նաև զուգարանի։ Բացի այդ, տիկին Սրփուի Գալյան, դուք ձեր պատասխաններով կամ գրում եք, որ դա ձեր կոմպետենցիայի ներքո չէ, նման պատասխան եք ինձ տրամադրում, կամ մեկ այլ պատասխան եք տրամադրում, որը որևիցե կերպ անդրադարձ չի կատարում այն առաջացած խնդիրների լուծման համար, դուք հիմա ինչ կարծիք ունեք, որ քաղաքացիները իրենց գումարները հավաքեն, թեպետ նրան, որ դուք Եվրոպական միությունից, այլ դոնոր կազմակերպություններից բավականին մեծ գումարներ եք ստացել, որպիսի վերանորոգեք կալանավայրերը եւ կալանավայրերը բերեք այնպիսի վիճակի, որը հարիր լինի մարդու պատվին եւ արժանապատվությանը։ Դուք դա չեք արել։ Նույն խայտառակ վիճակում է գտնվում նաեւ դատարանում գտնվող խցերը եւ այդ խցերի նաեւ զուգարանները, որ շան հոտը, կներեք, փչում է այդ զուգարաններից եւ այդ խցերի սանիտարահիգիենիկ պայմանները դա խայտառակություն են։ Երեք ես դատարանում միջնորդեցի տիկին դատավոր Մերի Մուսինյանին, որ դատարանում իմ պաշտպանյալների անվտանգությունը ապահովված չէ եւ դատարան են բերվել սուտ կեղծ մատնիչներ եւ սուտ մատնությամբ են այդ մատնիչները հանդես եկել, ոստիկանության ծառայողներ եւ այսպես ասած գործ են տվել, որպիսի իմ պաշտպանյալների նկատմամբ կալանքի ժամանակ նոր եւս մեկ մեղադրանք առաջադրվի, իբրև նրանք լսել են այդ կեղծ սուտ մատնիչները, որ իմ պաշտպանյալները հայոյանք են հնչեցրել եւ այդ հիմքով նրանց, պատկերացնում եք,
հայր եւ որդուն մեղադրանք է առաջադրվել իբրև թե խմբի կազմում խուլիգանություն են կատարել, բայց հայոյանքի վերաբերյալ ուղիղ եթեր է եղել, որևիցե մեկը ոչ մի բան չի լսել, բայց ինչ որ կեղծ մատնիչ ոստիկաններ, ովքեր որ ուղեկցել են կալանավորներին, նրանք լսել են այդպիսի ինչ որ խուլիգանական արտահայտություններ, հայոյանքներ։ Հիմա տեսեք, մեր պաշտպանյալները չեն կարողանում օգտվել փաստացի լինելով կալանավայրերում, իրենց անվտանգության, այսինքն անվտանգությունը իրենց համար ապահոված չէ։ Նրանց մարդկային պայմանները պահելու ապահոված չէ։ Նրանց բուժում ստանալու իրավունքը ապահոված չէ։ Այսինքն հերիք չէ, որ դատական ակտերով, ապօրինի, անարդարացի, ակնհայտորեն անարդարացի դատական ակտերով այս մարդիկ պահվում են կալանավայրերում, բացի այդ կալանավայրերի պատասխանատու իդեմս տիկին Սրբույի Գալյանի եւ այլ անձանց քրեակատարողական ծառայության պետի Ծովինար Թադևոսյանի, նաեւ այլ անձանց, օրինակ Գարիկ Ծատուրյանի կամ պարոն Ռոբերտ Թամարյանի կամ մեկ այլ քրեակատարողական հիմնարկի պետի չեն ապահովում մարդկանց արժանապատիվ եւ նաեւ բժշկական օգնություն ստանալու հնարավորությունը եւ մենք ունենք արդեն ըստ լուրերի, սա արդեն 22-րդ դեպքն է, որ կալանավայրում մարդ է մահանում այս տարվա ընթացքում։ Համենայն դեպս այդպիսին է հանրային վիճակագրական տվյալները, որի մասին դուք դեռ պաշտոնապես 22-րդ մահվա մասին լռել եք։ Բայց ես ձեզ երեք բավականին մեծ համապարփակ ըստ էության զեկույցի տեսքով ներկայացրել եմ իմ բողոքը, հայտարարությունը, ձեր կողմից ղեկավարվող տիկին Գալյան, ձեզ է վերաբերվում այս խոսքը, եւ տիկին Թադևոսյան Ծովինար, եւ նաեւ այդ քրեակատարողական հիմնարկների պետերը, դուք այնպիսի պայմաններում եք պահում մարդկանց, ովքեր մահանում են քրեակատարողական հիմնարկում կամ քրեակատարողական հիմնարկից, օրինակ, ես չեմ կարող մոռանալ Արմեն Գրիգորյանին, այդ տաղանդավոր անձնավորությանը, որ հերիք չէ, ապօրինաբար պահեցի կալանքի տակ, եւ այդ տաղանդավոր անձնավորությանը, որը ուներ խնդիրներ, լուրջ խնդիրներ առողջության հետ, պահում էի Արմավիր քրեակատարողական հիմնարկում եւ իրեն տեղափոխեցիք դատարան եւ նա մուտք գործելով դատարանի դահլիճ նստած վիճակում մահացավ։ Այսինքն սա ձեր պատկերն է։ Դուք ընդհանրապես մարդկանց թե ինչպես եք նույն կալանավարից ինչ որ միտեղ տեղափոխելու ժամանակ, արդյոք ձեր բուժ անձնակազմը, դուք հիմա կարող եք ասել, որ այդ բուժ անձնակազմը ձեր ղեկավարության ներքո չի գործում, այլ Պոակի ներքո է գործում, Կամո Մանուկյանի ղեկավարության ներքո է գործում, դա կապ չունի։ Դուք երկուսդ էլ, երկու ծառայություններն էլ պատասխանատու եք մարդու կյանքի արժանապատվության չոտնահարման եւ առողջության համար։ Այսինքն ձեր հիմնարկից կարող է մարդուն տեղափոխել դատարան եւ դատարանի դահլիճում այդ մարդը մահանա։ Մարդ, որը երիտասարդ է, ունի ցանկացած մարդ անկախ նրանից նաեւ նա ինչպիսին է հանրությունում նրա դիրքը, դա կապ չունի, բայց յուրաքանչյուր մարդու նկատմամբ պետք է դրսևորվեր անհատական եւ օրենքով սահմանված վերաբերմունք, որը դուք չեք կատարում։ Մենք հիմա ունենք ըստ համացանցում տարածված լուրերի 22-րդ մահը։ Դուք դա պաշտոնապես չեք հերքել։ Հիմա դուք պաշտոնապես պետք է մեզ հանրությանը պարզամանում տրամադրեք նախ ինչու շուրջ 10 օր առաջ մահացավ մի կալանավոր այն Արմավիր քրեակատարողական հիմնարկում եւ ինչու է նորից կալանավոր մահացել կալանավայրում, դուք մեզ պարտավոր եք հաշվետվություն ներկայացնեք այս մահերի վերաբերյալ։ Հիմա ինչ վերաբերում է այն ձեր հայտարարությանը, որ իբրև իմ նկատմամբ վարույթ եք հարուցել, չգիտեմ ինչ եք արել,
Դրա մասով մենք կխոսենք իհարկե համապատասխան ատյաններում, այդ մասով, որ դուք ապօրինաբար ձեր աշխատակիցը գողացել է իմ հեռախոսը եւ իմ հեռախոսի մեջ մտել են փորփրել են, այդ մասով նույնպես պատասխանատվության կկանչվեն բոլոր այն անձինք, ովքեր այդ պատվերը իջեցրել են եւ պատվերը կատարել են։ Հիմա ես գալիս եմ Վարդաշեն քրեակատարողական հիմնարկից եւ բարձվեց Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում այս մի հեռախոսս եւ պայուսակս ես տեղադրել եմ պահոցի մեջ պահարանում, բանալիով փակել եմ եւ գնացել եմ հանդիպել եմ Պավել Մանուկյանին, մոտ 1 ժամ տևացող մեր զրույցից եւ իրավաբանական խորհրդատվությունից հետո ես վերադարձել եմ, որպեսզի պահարանից վերցնեմ իմ պայուսակը եւ հեռախոսը եւ ինչ եմ պարզել։ Մտել են էլի հեռախոսից մեջ, Տիկին Գալյան, մի հատ հանի այդ քո կամերաներդ եւ տես ով ինչ պարագայում, ինչի համար է մտնում իմ հեռախոսների մեջ, ինչ է փնտրում այդ հեռախոսի մեջ, իմ անձնական իր հանդիսացող հեռախոսի մեջ եւ հեռախոսս դրել էին ավիո ռեժիմի վրա։ Ինչ իրավունքով եք մտել իմ հեռախոսի մեջ եւ հեռախոսից մեջ գործողություն կատարել։ Այս մասով նույնպես ես հիմա ուղղակի ճանապարհից եմ գալիս, դեռ չեմ գրել բողոքը, բայց այս բողոքը գրավորից կներկայացնեմ։ Սա տեղի է ունեցել մեկ այլ քրեակատարողական հիմնարկում, Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում։ Մեկ ինձ պետք է բացատրեք, այն մի հեռախոսս, որ միջև հիմա գտնվում է Արմավիր քրեակատարողական հիմնարկում, այդ Սևազգեստ, այդ չգիտեմ սև մորթիով զգեստավորված տղամարդը, ով համազգեստով չէր, ինչ գործ ուներ, որ ինձ հետ խոսում էր այդ քրեակատարողական հիմնարկում ագրեսիվ տոնով եւ ինձ ներկայացնում էր պահանջներ, ով էր այդ տղամարդը, դատապարտյալ էր, թե կալանավոր էր, թե ինչ որ պատվիրված մեկն էր, ով էր այդ տղամարդը, որին իրավունք էիք վերապահել ինձ հետ նման խոսակցություն վարեր, նման ապօրինի ինչ-որ առաջարկներ ներկայացներ, ով էր այդ տղամարդը, հայտնաբերել եք, սա ձեր ուղղակի պարտականությունն է, և բացի այդ որ գրում եք իմ ֆեյսբուքյան էջի տակ, Զարուհի Փոստանջյան ֆեյսբուքյան էջ, որը ես անձամբ չեմ վարում, այդ էջի տակ, որ գրել եք, որ տիկին, դուք սխալվել եք, հիմա ես ձեզ եմ ուղում, տիկին, դուք ոչ միայն սխալվել եք, դուք նաև օրենքը ոտնահարել եք, ես նորից եմ ձեզանից պահանջում հաշվետվություն, կապված մարդկանց մահերի հետ, կապված իմ պաշտպանյալ Վարդան Ղուկասյանի կալանավորման պայմանների հետ, որ դուք խախտել եք նրա կալանավորման պահման օրենքով սահմանված պայմանները, հաշվետվություն եմ ձեզանից պահանջում։ Հաշվետվություն եմ պահանջում, ով է այսօր մտել իմ այս հեռախոսից մեջ եւ փորփրել եւ այնտեղ գործողություն կատարել։ Հաշվետվություն եմ պահանջում մեկ այլ հեռախոսս, որը ինձանց գողացել է այդ սև զգեստով, չգիտեմ, մորթիով սև, ով էր այդ տղամարդը եւ ովքեր էին նրանք, ովքեր ինձ ապօրինի պահանջներ էին ներկայացնում եւ մինչեւ հիմա չեն վերադարձրել իմ հեռախոսը։ Իդեպ, եթե դուք իրավաբան եք, փաստաբան եք, այդ որ վարչական վարույթի մասին եք խոսք արծածում, այդ վարչական վարույթ հարուցելու կանոնները, ընթացակարգը դուք կարծում եմ պետք է իմանաք, շատ լավ իմանաք։ Եվ հետևաբար, եթե այդ ամեն ինչ դուք գիտեք, մեկ պահանջեք հաշվետվություն, այդ ինչ կարգով են վարչական վարույթ հարուցել եւ հրապարակել ինչ որ տեղեկատվություն վարույթ հարուցելու մասին։ Նենց էլ մի ամպագորգոր տարածում եք այդ տեղեկատվությունը, դուք կարող եք իմ նկատմամբ վարույթներ հարուցել եւ դուք կարծում եք, որ այդ ձեր ապօրինի ոտնձգություններից է ես պետք է վախենամ, դուք պետք է հաշվետվություն տաք այդ ամենի վերաբերյալ։ Հիմա ես կուզենամ նաև անդրադարձ կատարել մի դատական ակտի, որը վիճարկվում է այս պահին Վերաքննիչ դատարանում, Վերաքննիչ քրեական դատարանում, գործը կապված է մի հանրահայտ դատավորի կողմից
ակնհայտ անարդարացի դատական ակտ կայացնելու հետ, դա այն դատավորն են, որի անունն է Մասիս Մելքոնյան, ով ոչ վաղ անցյալում, այսինքն մի քանի տարի առաջ կուսակցություն էր ներկայացնում, ուներ ընդգծված քաղաքական վարքագիծ եւ այս անձի վերաբերյալ նույնիսկ իրավական գործընթացը, որը նախատեսում էր նրան նշանակել դատավոր, չէր իրականացվել ամբողջապես եւ նա դիմել էր դատարան եւ դատարանով էր դարձել դատավոր, այսինքն նրան մերժել էին դատավոր նշանակել, բայց փաստը նա է, որ հիմա նա դատավոր է աշխատում Մասից Մելքոնյանը եւ կայացնում է բացառիկ ակնհայտ անարդար դատական ակտեր, որոնցից մեկը այս պահին վիճարկվում է վերաքննիչ քրեական դատարանում եւ էությունը հետեւյալն է. մարդը ծեծված մի քանի օրերի ընթացքում ծեծվել է եւ ի վերջո նրա կյանքը ընդհատվել է։ Այդ ծեծողին, ում մեղադրանք է առաջադրվել ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու համար, որը պատճառել է հանգուցյալի մահ, այսինքն տուժողին մահը, այս մեր Մասիս Մելքոնյան դատավորը, որին չէին նշանակել որպես դատավոր, որը ուներ ոչ վաղ անցյալում քաղաքական լուրջ, այսինքն ես չգիտեմ դա լուրջ է թե ոնց, քաղաքական անցյալ, ներկայացնում էր Արամ Զավենի Սարգսյանի կուսակցությունը, այս մարդը կայացնում է դատական ակտ, ընդամենը 1 օր, 1 րոպե, մի ժամ չի ուզում կանոնավորել, այսինքն ազատազրկման դատապարտել այն անձին, ով զրկել է մեկ մարդու կյանքը եւ այստեղ եւ նրան պատժում է ընդամենը ինչով պատժում է 5 տարի պայմանականորեն պատիժը չկիրառելով։ Պատկերացնում եք դուք։ Նման նախադեպ մեր դատական պրակտիկայում չկա։ Ինչի համար է այդ նախադեպը ստեղծվել։ Պարոն Մասիս Մելքոնյան, ինձ կբացատրեք։ Իհարկե, շուտով պետք է դատական ակտ կայացնի վերաքննիչ դատարանը, հուսով ենք, որ վերաքննիչ դատարանը այնուամենայնիվ կդատապարտի ազատազրկման առավելագույն ժամկետով, որովհետև այնուամենայնիվ մարդուն ծեծելով սպանել են, այսինքն մարդը ծեծելով մահացել է, հասցրել են ծանր մարմնական վնասվածքներ գլխի հատվածում, որը անհամատեղելի է մարդու կյանքի հետ եւ մարդը մահացել է։ Հիմա այս դեպքում մենք ունենք նման վիճակ, բայց մեկ այլ դեպքերում, որ չկա գոյություն չունի հիմնավոր կասկած, մարդկանց պահում են կալանավայրերում։ Այդ մյուս դեպքը, օրինակ, Վարդան Ղուկասյանի դեպքն է եւ նրա որդու դեպքը, որ պահում են ամիսներով եւ տենց հազարավոր դեպքեր կան, այլ քաղաքբանտարկյալների դեպքերը նույնպես։ Այսինքն կալանավայրերը այդ անմարդկային պայմաններով մարդկանցով լցնում են հանիրավի, մինչև դատապարտվելը, բայց տվյալ դեպքում, որ կա ակնհայտորեն մեղադրանքը, դատախազի բողոքը, պատկերացնում եք, դատախազի նույնիսկ բողոքն է շրջանցում, դատախազի նույնիսկ պահանջն է շրջանցում, ով Մասիս Մելքոնյանը։ Ինձ հետաքրքիր է ով է տվել Մասիս Մելքոնյանին այդ ձևի ազատություն, որպեսզի նա կայացնի ակնհայտ անարդարացի դատական ակտ։ Սա այս մի գործով եւ իհարկե շատ ցավոտ մի գործ էլ ունեմ, այդ մասին է կուզեմ խոսել եւ կեզրափակեմ այսօրվա իմ այս ելույթը։ Դա այն դեպքն է, երբ երիտասարդ կնոջը վիրահատությունից հետո պատշաճ բուժօգնությունը չէր տրամադրվել եւ կինը մահացել էր։ Պարզվում է այդ վիրաբուժը այս պահի դրությամբ նորից կարող է Հայաստանի Հանրապետությունում իրականացնել այդպիսի նույն նատիպ վիրահատություններ, նույն պայմաններում բացարձակ, այսինքն պայմանները օրինական չեն, բայց կարող է իրականացնել, ինչու, որովհետև վիրահատությունները թանկարժեք են, վիրահատությունները պլաստիկ վիրահատություններ են, եւ այդ պլաստիկ վիրահատություններից ստացվող գումարները, ես չգիտեմ, համենայն դեպս այս կնոջ դեպքում, երբ վրա է հասել մահը,
Այս կնոջ դեպքում վճարված նրա կողմից, նրա հարազատի կողմից գումարը չի մուտքագրվել օրինակ Wigmore այդ կլինիկայի կասա, այլ արձեռն փոխանցվել է վիրաբուժին, վիրաբուժի մենեջերին է փոխանցվել, մենեջերի անունն է Տաթևիկ, իսկ վիրաբուժի անունն է Լևոն Արամյան։ Հիմա մեզ պաշտոնապես հայտնել էին, որ Լևոն Արամյանի դիպլոմը պլաստիկ վիրաբուժի կեղծ է։ Հիմա այդ կեղծ դիպլոմի հիման վրա Տիկին Ավանեսյանը դադարեցրել էր պլաստիկ վիրաբուժ Լևոն Արամյանի գործունեությունը, որպես բուժ աշխատողի Հայաստանի Հանրապետությունում հավաստագիրը նրա չեղարկվել էր։ Բայց պարզվում է հիմա նոր հավաստագիր է ստացել Լևոն Արամյանը, ինչ որ էլի դիպլոմների վրա, բայց ինձ համար անհասկանալի է Տիկին Ավանեսյան, այս որ մի դեպքում դուք սեպտեմբեր ամսին ինձ պաշտոնապես հայտնել եք, որ նա դիպլոմը կեղծ է եղել, հավաստագիրը չեղարկվել է, դուք ո՞նց եք հիմա շարունակում Լևոն Արամյանին թույլատրել, ինչ որ նոր հավաստագիր եք տվել եւ թույլատրում եք, որ նա իրականացնի պլաստիկ վիրահատություններ, նորից այդպիսի ծավալների, որը կարող է մարդուն կարող է մահ պատճառել։ Ինձ կբացատրեք, ինչպես էլ դա լինում, որ դուք ինձ պաշտոնապես, Տիկին Ավանեսյան, հայտնում եք, որ նա հավաստագիրը չեղարկված է, կեղծ դիպլոմ է նա ներկայացրել, այդ պատճառով եք չեղարկել, բայց հետո թույլ եք տալիս մեկ այլ բժշկական կենտրոնում, Բեգլարյան բժշկական կենտրոնում նա իրականացնի այդ վիրահատությունները։ Հիմա ես կարող եմ ենթադրել, որ այդ վիրահատություններից ինչ որ մի բան էլ ձեզ է հասնում, այսինքն այդ վիրահատությունների գումարներից։ Ես կարող եմ նման ենթադրություն ունենալ, հարցապնդում անել։ Ես ձեզ հարց եմ տալի, կարող է այդպիսի բան կա, Տիկին Ավանեսյան, որն է պատճառը, որ Լևոն Արամյանը ունենալով կեղծ դիպլոմ, ունենալով չեղարկված հավաստագիր շարունակում է աշխատել, օրինակ մեկ այլ կլինիկայում։ Այս հարցերի պատասխանը ես հրապարակավ ձեզ ուղղում եմ։ Այսքանը։